Հայաստանում նշվեց ավանդական և հուզիչ տոն՝ վերջին զանգը։ Դպրոցները լցված էին ուրախությամբ, հպարտությամբ և միաժամանակ մի փոքր տխրությամբ, քանի որ ավարտական դասարանցիները հրաժեշտ էին տալիս իրենց մանկության երկրորդ տանը՝ դպրոցին։ Այս հիասքանչորվա տոնը յուրահատուկ նշանակություն ուներ նաև դերասաններ Ծովինար Մարտիրոսյանի և Նարեկ Հայկազյանի ընտանիքի համար։ Նրանց առաջնեկ որդին այսօր հագել էր ավարտական համազգեստը, մասնակցել վերջին զանգի միջոցառմանը և վերապրել այդ կարևոր պահերը լի հույզերով ու երազանքներով։ Այսօրը նրանց ընտանիքում ոչ միայն հպարտության և ուրախության պահ էր, այլև խորհրդանշական անցում մանկությունից դեպի չափահասության ճանապարհ։ Ծովինարն ու Նարեկը, լինելով արվեստի մարդիկ, իրենց որդուն մշտապես ներշնչել են հոգևոր ու մշակութային արժեքներով, և այսօր, տեսնելով նրան հասունացած, պատրաստ նոր փորձություններին ու պատասխանատվություններին, չէին կարող թաքցնել իրենց հուզմունքը։ Ծնողները նշել են, որ մանկությունը կարծես մի ակնթարթում է անցել, և հիմա նա կանգնած է կյանքի նոր, լիարժեք փուլ մտնելու շեմին։ Սոցիալական ցանցերում Ծովինար Մարտիրոսյանը կիսվել է որդու վերջին զանգի արարողությունից և, բնականաբար, հուզիչ պահերից։ «Իմ մեծ տղա, ազնիվ, սիրուն, Աստված օրհնի քեզ ու բարիքներով լցնի քո կյանքը, շնորհավոր վերջին զանգ», գրել էր Ծովինար Մարտիրոսյանը։ Դիտեք տեսանյութերը, չմոռանալով նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքներն ու շնորհավորական խոսքերը։ Դերասանուհուն այն հարցին, թե եկեք մի պահ գնանք մանկություն, ձեր մանկական երազանքն էլ էր դերասան դառնալը, նա պատասխանել է. «Ոչ, երբեք չեմ մտածել դերասանուհի դառնալու մասին։ Երազել եմ դառնալ կամ երգչուհի, կամ պարուհի։ Համենայն դեպս արվեստից հեռու չեմ եղել մանկական երազանքներում ու հուսամ, որ դեռ երազանքներ կան, որ պետք է իրականանան»։ Շատ դերասաններ ասում են, որ կա դերի մեջ մտնել հասկացությունը, ինչպես է ձեզ մոտ հեշտությամբ եք ազատվում մարմնավորած դերից։ Ես սիրում եմ իմ բոլոր դերերը։ Հետաքրքիր է դերասանի կամ առհասարակ արտիստի կյանքը։ Մենք միշտ խաղում ենք, կերտում ենք բոլոր մարդկանց, ինչպես հագուստը կրում ենք, հետո սիրուն դնում ենք պահարանի մեջ, այդպես էլ կերպարներն են։ Մարմնավորում ենք ինչ-որ մարդկանց բնավորություններ ու հետո պետք է անմիջապես ազատվել դրանցից։ Իմ կյանքում երբեք չի եղել նման դեպք, որ ես մնամ կերպարի մեջ՝ բեմը բեմ է, կյանքը կյանք։ Ձեր մայրը հայտնի դերասանուհի է Գրետա Մեջլումյանը, ամուսինը Նարեկ Հայկազյանը ևս դերասան է։ Դժվար է, թե պարտավորեցնող, արդյոք չեք ունենում որևէ տարաձայնություն։ Ոչ, տարաձայնություններ չեն լինում, հակառակը, արվեստի շուրջ մեր խոսակցությունները լինում են բուռն, հետաքրքիր, ամեն մեկս ունենք մեր տեսակետը։ Ես ու ամուսինս կապ չունի, որ նույն վայրում ենք աշխատում, առանձին դերասաններ ենք, ինչպես մայրս։ Կարծում եմ արվեստագետների մտածողությունը այլ է, ինչպես նկարիչները գույներն այլ կերպ են տեսնում, երազներ են տեսնում, նույնն էլ արտիստն է, կյանքը տեսնում է այլ երանգների մեջ, ուրիշ կերպ է, շատ լավ է, որ դիմացինդ հասկանում է քեզ։ Բեմում եք շուրջ 20 տարի, ո՞րն է ձեր ամենասիրելի դերը։ Սիրելի դերեր շատ եմ ունեցել և սիրում եմ բոլոր դերերս։ Ունեք մտապահած դեր, որ կցանկանայիք մարմնավորել։ Գուցե մի օր գա, որ երազեմ ինչ-որ դերի մասին, բայց այս պահին դեռ չունեմ, դա պետք է լինի շատ հետաքրքիր, բացի այդ, կարևոր է ռեժիսորի դերը, թե ինչպես նա կբեմադրի։ Այդ պատճառով ես չեմ սիրում երազել, ես ռեալ մարդ եմ, հողին կպած, իրականությանը շատ մոտ, ինձ երազանքներով ապրեցնելը դժվար է։
Արվեստը սիրում է ազատություն, ստեղծարարություն, կա ինչ-որ խենթություն, որ հանուն-դերի նույնիսկ չեք անի: Ես ինձ համարում եմ ազատ մարդ, և գիտեք, ազատությունը սանձարձակությունը չէ, և շատ մարդիկ ազատությունը շփոթում են այլ բաների հետ: Ես իրականում խենթություններ կանեմ սիրո համար, կյանքի, ապրելու համար, բայց բեմում դեր խաղալու համար, չգիտեմ: Արդեն խենթություն է, երբ դու խաղում ես, երբ դու մարմնավորում ես, և արդեն խենթություն է վերապրումը, ընդհանրապես բեմում խենթ լինելն ինձ համար պարտադիր երևույթ է: Արվեստագետը մի քիչ խենթ պետք է լինի: Համաձայն եք, որ ստեղծագործող, արարող մարդու համար աշխատանքը պարզապես աշխատանք չէ և չի սահմանափակվում միայն այդ տարածքում: Ինչ է ձեզ համար բեմը: Բեմը իմ երկրորդ տունն է, որից կարծում եմ երբեք չեմ կարող հրաժարվել: Երևի միակ տեղն է, որտեղ ես անհոգ եմ, ազատ եմ ու այդ տարածությունն ունի հզոր մագնիսական ուժ, էներգետիկ հզոր դաշտ և իրականում բեմը պետք է սիրի արտիստին: Ինչ հատկանիշներ, որակներ են կարևոր հաջողակ դերասան լինելու կամ հազարի մեջ աչքի ընկնելու համար: Նախ ազնվություն ինքդ քո հանդեպ, միշտ զբաղվես ինքնակրթությամբ, ինքնադաստիարակությամբ, ամենադժվարին պարագայում պետք է մարդ մնալ, կապ չունի թե ինչ մասնագիտություն ունես, կարևոր հատկանիշներից ազնիվ, բարի, ներողամիտ լինելն է և հարգել դիմացինի կարծիքը, աշխատանքը: Արտիստը պետք է օժտված լինի բոլոր այն հատկանիշներով և սիրի գործընկերներին: Մի առիթով նշել եք, որ բավականին էմոցիոնալ եք, այս հատկանիշը բեմում օգնու՞մ է, թե խանգարում: Այո, շատ էմոցիոնալ եմ և դա օգնում է և խանգարում: Կերպարների մեջ գուցե ինձ օգնում է, բայց կյանքում մի քիչ խանգարում է: Որովհետև ես շատ հաճախ ուզում եմ ավելի զսպված, խոհեմ լինել, բայց էմոցիոնալ վիճակը ստիպում է, որ պայթեմ, բայց բեմում այն իրապես օգնում է: